Հիմա այս շրջանակներում որպեսզի պարզ լինի, թեև արդեն իմ հայտարարությունից հետո ոնց որ թե լրատվամիջոցների կողմից տարածվեց այդ փորձաքննությունը, փորձաքննության եզրակացությունը։ Ընդ որում ես դրան փորձաքննություն չեմ էլ անվանի, որովհետև իսկապես դա մեկ էջից բաղկացած մի փորձաքննություն է։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, թե փորձաքննության այդ նկարային մասը մեկ էջից է բաղկացած, որի կեսը այս նկարն է։ Հիմա ինչ են արել, տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ որ իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը։ Վերցրել են ինտերնետից Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածվածքը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, եւ հետեւաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, կարելի է չեզրակացնել։ Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը, տեսագրությունը, իրականությանը համապատասխանում է թե ոչ, այդպես էլ չի տրվել։ Ավելին, այս փորձաքննությունը նշանակելուց առաջ, ինչպես քրեական դատավարության կարգով օրենսգիրքը սահմանում է, մեզ անգամ չեն էլ ծանոթացրել որոշմանը, որովհետև Արշակ Սրբազանը լինելով շահագրգիռ անձ այս վարույթով, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ պիտի որոշմանը ծանոթացնեն, որպեսզի հնարավորություն ստանանք մեր հարցերը տալու։ Եվ մեր առաջի հարցը հենց դա է լինելու։ Իսկ տեսագրությունը օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցել, տեսագրության մեջ պատկերված իրադարձությունները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցել են, թե ոչ։ Այս հարցը պիտի տրվեր փորձագետին։ Բայց այստեղ դա էլ չի հարցը։ Ուզում եմ մի փոքր խոսել փորձագետի մասին առանց անունը տալու։ Այդ եզրակացությունից բացարձակ հասկանալի չէ, փորձագետը ինչ կրթություն ունի, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է փորձագետը աշխատում, քանի տարվա փորձառությամբ է աշխատում, ինչ մեթոդոլոգիաներով է աշխատել, բացարձակ ոչինչ պարզ չի։ Ինձ մոտ տպավորությունն է, որ մի ցանկացած մեկին ուղղակի տվել են, ասել են հարի ստորագրի, դից ինքն էլ եկել ստորագրել է։ Բայց կրկնում եմ, այդ փորձաքննությունը, որով պնդում են, թե հաստատվել է, որ տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է, իրականությանը չի համապատասխանում առնվազն տեսագրության գոյության, օբյեկտիվ իրականության մեջ, այդ տեսագրության մեջ եղած իրադարձությունների գոյության իմաստով։ Թե չէ, հիմա կեղծ տեսագրության մեջ ցանկացածս կարող են լինել եւ ցանկացած անձել, նույնիսկ ոչ փորձագետ, կարող են նայել, ասել, հա նման են իրար, էլի, դե ոնց որ թե նույն անձն է։ Բայց դրա մասին չի խոսում։ Հիմա տեսեք, ես արդեն ուզում եմ անցնեմ մեր փորձաքննություններին։ Մեր փորձաքննությունները այս պահին բազմաթիվ, դրանք մոտ 5-ն են, որոնք որ ուղարկվել, նշանակվել են, նրանցից այս պահին մենք ստացել ենք 3 պետություններից։ Առաջինը, հետ եմ ասում, Չեռնոգորիայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Սերբիայից։ Բոլոր փորձագետներին տրվել է նույն հարցը։ Ես հիմա ուզում եմ հարցը հնչեցնել եւ դրա վերաբերյալ նրանց տված պատասխան։ Փորձագիտական եզրակացությունները մենք կհրապարակենք իհարկե էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև դրա հայերեն թարգմանության քաղաքացիները։ Եվ այսպես Չեռնոգորիայի փորձաքննության եզրակացության համաձայն հարցս, արդյոք տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Այս այն առաջի հարցն է, որ պիտի տրվի, երբ որ դու տեսաձայնագրության վերաբերյալ փորձաքննություն ես անում։ Այդ ամենը իրականության մեջ գոյություն ունեցել է թե ոչ։ Պատասխան։ Տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված պատանցիալներ են եւ չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ։ Չմշակված գրանցում։ Չափված ծրագրային հետքերի օրինաչափությունը, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերաժամանակավորում, ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, մնացորդային վարկագիծ հստակ վկայում է ալգորիթմական արտադրության եւ կամ նյութի վերակառուցման մասին։ Հետևաբար ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Այստեղ ունենք նաև տեխնիկական հիմքերը դրա հետ կապված, որը շատ տեխնիկական է, այդպես չեմ ուզում հիմա հնչեցնել, դուք արդեն երբ որ հրապարակենք նաև հայերենը կտեսնեք դրա մեջ։ Հաջորդ հարցը, որ 7 հարց եմ տվել, որում հաջորդ հարցը։ Արդյոք տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով։ Պատասխան։ Տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Այսինքն ես որ հարցնում արդյոք դա չի ստեղծվել արհեստական բանականությամբ, ասում եմ, այդ ձեր ասածը հակասում է, որ չի ստեղծվել։ Կամ մասնագիտացված ծրագրերով։ Մի քանի անկախ ցուցիչներ, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերակառուցում, կադրերի վերաօգտագործման նշաններ,
Մնացորդային կայունացման օրինաչափությունները, ֆիքսված կադրի կոմպոզիցիա ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ եւ խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին եւ կամ արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության։ Էլի տեխնիկական հիմքերն են դրա վերաբերյալ։ Հաջորդը արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել, որտեղ եթե հիշում եք, տեսաձայնագրության մեջ որոշակի ինչ-որ ձայներ կային, աղմուկ։ Հիմա հարցը հետեւյալն է. արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել։ Պատասխան. ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը եւ դրսեւորվում է հետարտադրական ժամանակային մանիպուլյացիայի նշաններ։ Կոնտեյների մակարդակով ժամանակային շեղումը, որը տված է նկարով, ինչպես նաև տեսաձայնային ժամանակային ոչ ստացիոնար վարքագիծը հաստատում են, որ ձայնը վերաժամանակավորվել, այսինքն վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ։ Եվ թվարկում է, որ 0.080 վայրկյանի տարբերություններ կան, այսինքն կադրը, ձայնը իրար հետ չեն համապատասխանում։ Արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեսաձայնագրման միջոցները չեն փոխվել։ Պատասխան. համակարգված ժամանակային շեղումները եւ ժամանակի ընթացքում փոփոխվող սինխրոնացման վարքագիծը վկայում են հետարտադրական մշակման մասին։ Օրինակ, արտահանում, վերախառնում, վերաժամանակավորում։ Սա հաստատում է, որ ձայնային հոսքը եւ ներկայացված իրական գրանցման շղթան ենթարկվել է փոփոխության։ Սրանք էլ կեղծիքի մասին է խոսքը։ Էլի հիմքերն են։ 5-րդ հարցը. արդյոք տեսաձայնագրությունը պարունակում է տեսա եւ կամ ձայնային խմբագրման հետքեր։ Սա մասնավորապես նկատի եմ ունեցել մոնտաժման հետքեր, եթե օրինակ լիներ իրական նկարահանված որոշակի կադրեր, արդյոք մոնտաժի միջոցով կարող էին իրար բերել կպցնել։ Այո, պարունակում են փաստորեն հետքեր, ներկայացված նյութը պարունակում է խմբագրման եւ ծրագրային հետարտադրական մշակման բազմաթիվ հետքեր, մոնտաժ, վերարտահանում։ Դրանք ներառում են ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, միատեսակ արտահանման բնութագրեր բոլոր հատվածներում, տեսաձայն ժամանակային համակարգված շեղումներ եւ ժամանակային վերասիմպլինգի նշաններ, գրեթե կրկնվող կադրերի գերակշռություն, կադրերն էլ են նույնիսկ կրկնվող։ Էլի տեխնիկական հիմքերն են։ Արդյոք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց։ Սա 6-րդ հարցն է, որ բոլոր փորձագետներին տվել են։ Պատասխան. ներկայացած նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 645-512 լուծաչափը եւ սեղմումը, ինչպես նաեւ տեսարանի բովանդակությունն ու կայուն մորֆոլոգիական ներողություն, բովանդակությունն ու կադրերի կրկնությունը չեն ապահովում անհատականացման համար բավարար եւ կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։ Այսինքն ավելի հասկանալի լինելու համար ասում է տեսագրության որակը հնարավոր է մի քիչ լավացնել, բայց այնուամենայնիվ անհատականացնող այն նշանները, որի միջոցով հնարավոր կդառնար անձին նույնականացնել, դրանք վերականգնել հնարավոր չի։ Եվ վերջին 7-րդ հարցը. արդյոք միջավայրի եւ տեսանելի օբյեկտների երկրաչափական չափերի վելությունը ցույց է տալիս, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված հատուկ ստուդիայում կամ դեկորացիա տարածքում։ Սրա նպատակն էլ, որ հնարավոր է դերասանների օրինակ օգնությամբ նկարահանումը տեղի ունեցած լիներ, այնտեղ ինչ որ այսպես պավիլյոն ստեղծեին, սերիալ նկարեին, կինոներ ինչպես են նկարում, փորձել են բոլոր հարցերի պատասխանները ստանալ, որ բոլոր անկյուններից ունենանք հնարավոր կեղծիք է, թե կեղծիք չի։ Հարցից պատասխանը. ներկայացված արտահանված ֆայլերի հիման վրա հնարավոր չէ կատարել հուսալի երկրաչափական գնահատում այն մասին, թե տեսարանը ստեղծվել է հատուկ նկարահանման համար կառուցված միջավայրում, ստուդիայում կամ դեկորացիա։ Սահմանափակ լուծաչափը սեղմում եւ մի շարք հատվածներում ակտիվ պատկերի փոքրացված տարածքը սահմանափակում են ճշգրիտ երկրաչափական չափումների հնարավորությունը, մասշտաբ, հողմային չափեր, խորքային հարաբերություններ։ Հետևաբար, ստուդիա դեկորացիա վարկածը չի կարող հաստատվել կամ բացառել զուտ երկրաչափական հիմքով։ Այս բոլոր հարցերին մյուս փորձագետներն էլ ըստ էության նման պատասխաններ են, բայց կան որոշակի տարբերություններ ըստ հավանաբար իրենց մասնագիտության խորացման։ Էլի տրված են տեխնիկական հիմքերը։ Հաջորդը, որ ուզում եմ ներկայացնեմ, Ռուսաստանի Դաշնության փորձաքննության եզրակացության էլի հարցերի պատասխանների հայերեն թարգմանությունն է, եւ հետեւաբար նույն հարցերն են։ Արդյոք տեսագրությունում արձանագրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Ես հիմա քանի որ հարցերը կրկնվում են, հարցերը չեմ կարդա, միանգամից արագ ներկայացնեմ դրանց պատասխանները։ Պատասխան. գոյություն ունեն ծանրակշիռ գիտատեխնիկական հիմքեր պնդելու, որ տեսագրությունում ներկայացված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները տեղի չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում այն տեսքով, ինչպես ներկայացված են։ Տրված է հիմնավորումները։
Երկրորդ հարցի պատասխանը մասնավորապես այստեղ այոյով ասում հարցը նորից կարդամ. Արդյոք տեսագրությունը ստեղծվել է արհեստական բանականության կամ հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ։ Պատասխան. այո, տեսագրությունը պարունակում է նշանների համակցություն, որը վկայում է արհեստական բանականության տեխնոլոգիաների եւ հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ ստեղծման մասին։ Էլի հիմնավորումները կան։ Արդյոք ձայնագրությունը ներառյալ խոսքային հատվածը ենթարկվել է փոփոխության, պատասխան այո, ձայնային հոսքը ենթարկվել է էական վերամշակման կամ ամբողջական սինթեզի։ Արդյոք ձայնային միջավայրը պայմանները կամ տեխնիկական միջոցները փոխվել են, այո, ձայնային միջավայրը եւ տեխնիկական միջոցները չեն համապատասխանում հայտարարված բնօրինակ հեռախոսային նկարահանմանը։ Հիմա տեսեք շատ կարևոր հետաքրքիր հանգամանք էլ ասեմ, որը հետագայում պատասխաններում եւս կիրևա։ Տեսաձայնագրությունների ֆորմատը կամ մետատվյալներն այնպիսին էին, որ դրանք իբր կատարվել են հեռախոսով։ Այսինքն կեղծիքի մանիպուլյացիայի ծավալը այնքան մեծ էր, որ անգամ այդ ֆայլերի մեջ մետատվյալները խոսում էին այն մասին, որ իբր դա տեսանկարանում կատարվել է հեռախոսով։ Բայց խորքայի վերլուծությունը ցույց տվեց, որ հեռախոսի եւ որևէ կենցաղային տեսախցիկ չէր կարող այդ չափերի եւ այդ լուծաչափի, իրենք այդպես են ասել, համապատասխան նկարահանում իրականացվել։ Այսինքն կեղծիքը անգամ ստեղից է սկսվել, որը իդեպ կարելի է ուղղակի նկատել նաև ոչ փորձագետ լինելով։ Ընդ որում ասեմ, որ բոլոր փորձագետները իրենց երկրներում լիցենզավորված դատական փորձագետներ են, համապատասխան ոլորտի, որոնց նաև դիպլոմները, նրանց վկայականները, փաստաթղթերը ամբողջությամբ դրված են փորձաքննության եզրակացություններում, որոնք կլինեն հասանելի։ Տեսեք, մի Ռուսաստանին օրինակ կազմակերպություն է մի ամբողջ, որը տարբեր փորձաքննություններ է իրականացնում, Սերբիան ու Չեռնոգորիան իրենք անհատներ են, որոնք լիցենզավորված են պետության կողմից որպես փորձագետ դատական փորձաքննություն իրականացնելու համար։ Տարբեր պետություններում այդ բաները տարբեր են, հա, համակարգերը տարբեր են։ Այ օրինակ մեր քննչականը իր փորձաքննության շրջանակներում, ինչպես ասեցի, ինձ համար մի անհայտ անծանոթ մի փորձագետ է ներգրավել, մոտավորապես մեզ մոտ էլ կա դրա հնարավորությունը, բայց այնտեղ մենք մեր ընտրած փորձագետների դիպլոմներ կտեսնեք, մասնագիտացումներ կտեսնեք, ստաժներ կտեսնեք, նրա պետական լիցենզիաներ կտեսնեք, մի խոսքով այս ամբողջը հասանելի կլինի։ Պարունակում է արդյոք տեսագրությունը տեսա եւ կամ զայնային մոնտաժի հետքեր։ Այո, տեսագրությունը հանդիսանում է մոնտաժի, ռենդերինգի արդյունք։ Նույնականացման վերաբերյալ ոչ ներկայացված նյութերով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ, էլի հիմնավորումներով։ Երկրաչափական չափերի իմաստով փոփոխությունը ցույց տալիս է արդյոք երկրաչափական վերլուծությունը, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված միջավայրում։ Ուրեմն ըստ պատասխանի այո, վերլուծությունը վկայում է նյութի ստեղծման մասին նախապես կառուցված վիրտուալ միջավայրում։ Այսինքն այստեղ խոսքը գնում է հենց արհեստական բանականությամբ ստեղծված միջավայրի մասին, որ քանի որ այդ ամբողջ տեսագրությունը իրականության մեջ ֆիզիկապես գոյություն չի ունեցել, հետեւաբար այս փորձաքննության համաձայն խոսվում է, որ դա վիրտուալ տարածություն է։ Գիտեք, չէ՞ որ նա վիրտուալ տարածություն է։ Կադրերով, արհեստական բանականություն կամ այլ ծրագրերով ստեղծված, դիզայնով ստեղծված տարածքների մասին է խոսքը։ Եվ եզրակացություն վերջնական, ես Ռուսաստանի Դաշնության մասով համակողմանի վերլուծության հիման վրա մասնագետը հանգում է հետևյալ կատեգորիկ եզրակացությանը։ Ուսումնասիրված 5 ֆայլերը չեն հանդիսանում բնօրինակ տեսաձայնագրություն, ստեղծված գրանցող սարքով օբյեկտիվ իրականության պայմաններում։ Գրանցող սարք ասելով ռուսերենը մի քիչ ավելի վանադառել է իրանց գրածով, նկատի ունի, որ անմիջապես տեսաձայնագրող սարքով, դրանք չեն ստեղծվել տեսաձայնագրող սարքով։ Կամերայով չեն, այսպես կամերաներով չեն նկարվել, էլի, կամ որևէ այլ կամերայով չի նկարվել։ Այս փաստերի համակցությունը թույլ է տալիս պնդել, որ բոլոր տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ եւ ենթարկվել հետագա մշակման, ասորորակ փաստագրական նկարահանման տեսք տալու նպատակով։ Սա էլ շատ կարևոր հանգամանքներից մեկն է, որ ուզում եմ առանձնացնել։ Այսինքն սկզբից, երբ որ ստեղծվել է, եղել է ավելի բարձր որակի, եւ հետո որպեսզի տպավորություն թողնվի, թե տեսագրությունները իրականում վատ կամերայով կամ վատ որակի արված տեսագրություններ են, արհեստականորեն հնեցվել է կադրը։ Տեխնիկական մի քիչ երևի օգտագործեցի, իսկ ուղղակի հնեցում են արել կադրը, այլ տենց են ասում։ Որակը գցել։ Որակազերկել են։